Մեզ շրջապատող աշխարհը փոխվում է ավելի արագ, քան մենք կարող ենք պատկերացնել։ Այն, ինչ մի ժամանակ ընկալվում էր որպես արկած եւ ինքնագնահատականի փորձություն, այժմ կարող է վերածվել մահացու ռիսկի։ Իմացեք անցյալ շաբաթվա ամենաէքստրեմալ իրադարձությունների եւ այն ամենի մասին, թե ինչից ստիպված կլինենք հրաժարվել մոտ ապագայում, հենց հիմա։ Փոթորիկ Կլաուդիա։ Ցածր ճնշման լայնածավալ տարածքը, որը նոյեմբերի սկզբին արդեն վաղ ցուրտ եղանակ եւ ջուն էր բերել Կանադա եւ Միացյալ Նահանգներ, անցավ Ատլանտյան օվկիանոսը եւ հասավ Եվրոպա։ Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունը այս փոթորիկը անվանել է Կլաուդիա։ Նոյեմբերի 11-ից ի վեր Իսպանիայի Գալիսիա շրջանում 24 ժամվա ընթացքում տեղացել է մինչև 150 մմ անձրև, փողոցները վերածելով մոլեգնող հեղեղների, իսկ տեղական գետերը սկսել են արագորեն դուրս գալ իրենց ափերից։ Նոյեմբերի 14-ին տաք եւ խոնավ օդը բախվել է սառը օդային զանգվածին Եվրոպայի ավելի հյուսիսային մասերում, ձևավորելով անձրևային գոտի, որը ձգվում էր արևմտյան Իռլանդիայից մինչև Ռուսաստան։ Փոթորիկը հարվածել է Պորտուգալիային ավերիչ ուժով։ Լիսաբոնի մոտ գտնվող Ֆերնան Ֆերո քաղաքում գիշերը ջուրը ներխուժել է մեծահասակ զույգի տուն։ Ցավոք, նրանք ժամանակ չեն ունեցել փախչելու եւ զոհվել են։ Ֆարո շրջանում անձրևը եւ ժամում մինչև 112 կմ արագությամբ ուժեղ քամիները ծառերի անկման եւ էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների պատճառ են դարձել։ Ազեյտաու գյուղում սողանքի պատճառով ճանապարհ է փլուզվել, ամբողջությամբ փակելով երթևեկությունը երկու ուղղություններով։ Ամենադրամատիկ դեպքը տեղի է ունեցել Ալբուֆեյրայում, որը Պորտուգալիայի հարավում գտնվող հայտնի զբոսաշրջային քաղաք է։ Այնտեղ առավոտյան տորնադոն հարվածել է հյուրանոց-ռեստորանին, հենց այն պահին, երբ մի քանի տասնյակ մարդ նախաճաշում էր։ Արդյունքում 28 վիրավորներից 6-ը 2 ամսականից մինչև 7 տարեկան երեխաներ էին, իսկ 4 մարդ հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով։ Տորնադոն անցել է նաև ճամբարային տարածքով։ Մահացել է ավտոտնակում հանգստացող մեկ կին։ Նոյեմբերի 15-ին մեկ այլ տորնադո հարվածել է Սիլվեսի համայնքին, ինչի հետևանքով 2 մարդ անօթևան է մնացել։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է եղանակային պայմանների հետ կապված ավելի քան 3300 միջադեպ։ Մեծ Բրիտանիա հասնելուն պես Կլաուդիա փոթորիկը լուրջ ջրհեղեղներ է առաջացրել Անգլիայում եւ Ուելսում։ Մոնմութ քաղաքում գիշերը տեղացել է գրեթե 120 մմ անձրև, ինչն ամսական միջինից ավելին է։ Մոննո գետը ճեղքել է իր ջրհեղեղի արգելապատնեշները, եւ նոյեմբերի 16-ին բնակիչները արթնացել են եւ քաղաքի մեծ մասը ջրի տակ են տեսել։ Անգլիայում ուժի մեջ էին տասնյակ ջրհեղեղի նախազգուշացումներ, իսկ հարավում երկաթուղային գծերը փակվել էին, ընկած ծառերի եւ ջրի բարձր մակարդակի պատճառով։ Իռլանդիայում հատկապես ծանր հարվածներ են ստացել Ուեքսֆորդի եւ Լեսթերի կոմսությունները։ Գետերը դուրս են եկել ափերից, տներն ու բիզնեսները ջրհեղեղի են ենթարկվել, իսկ մոտ 5000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Ֆրանսիայում Կլաուդիա փոթորիկը տարվա այս եղանակի համար անսովոր շոկ է առաջացրել։ Երկրի հարավ-արևմուտքում մերձարևադարձային օդի ներհոսքի պատճառով ջերմաստիճանը բարձրացել է մինչև գրեթե 30 աստիճան Ցելսիուս, ինչը դարձել է նոյեմբերյան նոր ռեկորդ։ Իտալիա։ Նոյեմբերի 14-ից 17-ը հյուսիսային Իտալիան տուժեց ծայրահեղ եղանակային պայմաններից։ Լիգուրիայի, Տոսկանայի եւ Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի շրջանները կրեցին ամենաշատ վնասները։ Փոթորիկը հատկապես ուժեղ էր Լիգուրիայում։ Ջենովայի նավահանգստում հզոր տորնադոն շրջեց նավերի կոնտեյներները, կարծես դրանք խաղալիքներ լինեին։ Իսկ Վոլտրի եւ Սեստրի Պոնենտեի շրջանների միջև ընկած ափին միկրոպորտկումը վնասեց շենքերը եւ արմատախիլ արեց ծառերը։ Դրանցից մեկը ամբողջությամբ փակեց Սանտ Աննա ճոպանուղին, իսկ Պելիայի տարածքում պատի փլուզումը առաջացրեց գազի եւ էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ջենովայի վերին մասում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում տեղաց մոտ 240 մմ անձրև, արդյունքում Ֆեջինո գետը դուրս եկավ ափերից, ողողելով ստորգետնյա անցումները եւ վնասելով տրանսպորտային ենթակառուցվածքները։ Տոսկանայի շրջանում ուժեղ ամպրոպները լայնածավալ ջրհեղեղներ առաջացրեցին։ Նոյեմբերի 17-ին Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի օդերևութաբանական կայանները 6 ժամվա ընթացքում գրանցեցին գրեթե 6 շաբաթվա անձրև։ Հետևանքները ողբերգական էին։ Գորմոնս համայնքում սողանքը ավերել է 3 տուն, զոհվել է 2 մարդ։ Վերսա գյուղում Տորե գետի վարարումը ստիպել է մոտ 300 բնակիչների տարհանվել։ Տարածաշրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։ Սաուդյան Արաբիա։
Նոյեմբերի 12-ից ի վեր Սաուդյան Արաբիայի մեծ մասը ենթարկվել է ուժեղ փոթորիկների հարվածին։ Երկրի 49 օդերևութաբանական կայաններում գրանցվել է անձրև։ Որոշ շրջաններում հայտարարվել է կարմիր տագնապ։ Հատկապես տուժել են ափամերձ տարածքները, քամիները հասել են ժամում 50 կիլոմետրի, իսկ ալիքները բարձրացել են մինչև 2,5 մետր։ Ամենաշատ տեղումները գրանցվել են Մեքքայի շրջանում։ Մեկ օրում Ալ-Քունֆիդա քաղաքում տեղացել է ավելի քան 32 մմ անձրև։ Հզոր ցեխաջրերը ծածկել են փողոցները։ Ջուրը փակել է երթևեկությունը և ստիպել վարորդներին լքել իրենց մեքենաները։ Ծանր բեռնատարները դժվարությամբ են շարժվել ուժեղ քամու և անձրևի պատճառով։ Ալ-Մուվայհայում, որը չափազանց չորային կլիմա ունեցող համայնք է, որտեղ տարեկան միջինում ընկնում է ընդամենը մոտ 30 մմ անձրև, տարեկան տեղումների 80%-ը տեղացել է մեկ օրում։ Մեդինա նահանգում փոթորիկը հարվածել է Յամբու արդյունաբերական գոտուն, որը աշխարհի ամենամեծ նավթավերամշակման և նավթաքիմիական կենտրոններից մեկն է։ Փոթորիկը վնասել է մի քանի բարձր լարման էլեկտրահաղորդման աշտարակներ, խափանելով օբյեկտի էլեկտրական ցանցը։ Մերձավոր Արևելք։ Նոյեմբերի 13-ին Իսրայելում փոթորիկ տեղի ունեցավ, որը վերջ դրեց նոյեմբերի ռեկորդային շոգ և 4 սկզբին։ Երկրի հյուսիսային քաղաքները ծածկվեցին տեղատարապ անձրևներով, բորոտներով և կայծակներով, տեղատարապ անձրևը ողողեց փողոցները, իսկ որոշ տեղերում կարկուտ տեղաց։ Հազվագյուտ ջրային պտտահողմը պատռեց Պալմախի լողափի տարածքը, իսկ կայծակը մեկ ծառ այրեց Գիվաթ Ադա Բենյամին բնակավայրում։ Երեկոյան անձրևը ուժ գնացավ։ Ափամերձ գոտում Հադերայից մինչև Աշկելոն 1,5 ժամվա ընթացքում տեղաց 61 մմ անձրև, որը արագ ողողեց փողոցները։ Թել Ավիվում մի տղամարդ ընկավ թաց պատշգամբից և հոսպիտալացվեց միջին ծանրության վիճակում։ Երուսաղեմում ուժեղ քամիները տապալեցին ծառերը, իսկ ուժեղ անձրևները հանգեցրին Բեն Գուրիոն օդանավակայանում չվերթների ուշացման։ Նոյեմբերի 14-ի առավոտյան փոթորիկը արդեն ընդգրկել էր ամբողջ երկիրը։ Օդերևութաբանական ծառայությունը զգուշացրեց արագ ջրհեղեղների վտանգի մասին, իսկ առողջապահության նախարարությունը ժամանակավորապես սահմանափակեց լողալը գոյուղու ծով թափվելու հնարավորության պատճառով։ Նույն եղանակային համակարգը ծանր հետևանքներ ունեցավ նաև Գազայի հատվածում։ Նոյեմբերի 14-ի գիշերը հորդառատ անձրևները ողողեցին տեղահանված անձանց համար նախատեսված գերբնակեցված ճամբարները։ Ճանապարհները վերածվեցին մոլեգնող հեղեղատների, իսկ վրանների ներսում ջուրը բարձրացավ ավելի քան 10 սանտիմետր։ Կտավե տանիքների տակ ապրող ընտանիքները արթնացան և տեսան, որ իրենց մահճակալները լողում են ցեխի մեջ։ Պատերազմի ընթացքում ջրամատակարարման և կոյուղու համակարգերը քանդվել էին, իսկ անձրևի հետ միասին ճամբարներ էին լցվում կոյուղաջրերը և կենցաղային թափոնները։ Քաղաքային ծառայությունները ժամում հարյուրավոր զանգեր էին ստանում, բայց գրեթե չէին կարողանում օգնել։ Նրանց ռեսուրսները սպառվել էին։ Շատ վրաններ փլուզվեցին անձրևի ծանրության տակ, և մարդիկ ամբողջ գիշերն անցկացրեցին, փորձելով ամրացնել դրանք, հեռացնել ջուրը և փրկել իրենց վերջին իրերը։ Ղազայում փոթորիկը վերածվել է մարդասիրական աղետի, և սա միայն ձմեռային սեզոնի սկիզբն է։ Ինդոնեզիա։ Satu orang warga dilaporkan masih hilang. Նոյեմբերի 13-ին ուժեղ անձրևներից հետո կենտրոնական Ջավա նահանգի Ցիլակապ շրջանում տեղի ունեցավ խոշոր սողանք, որը հանգեցրեց մինչև 2 մետր նստվածքի և 25 մետր երկարությամբ ճեղքի առաջացման։ Տասնյակ տներ թաղված էին հողաշերտի տակ, որոնցից 8-ը լիովին փլուզվեցին։ Տուժած տարածքը զբաղեցնում էր մոտ 6,5 հեկտար տարածք։ Տեղական ճանապարհները նույնպես խցանված էին, ինչը խոչընդոտում էր տուժած տարածք մուտք գործելուն։ Որոնողական փրկարարական աշխատանքներին մասնակցել են 520 մասնագետ և 19 շուն։ Որոշ տեղերում նստվածքի հաստությունը հասել է մինչև 8 մետրի, որի պատճառով անհրաժեշտ էր 21 էքսկավատորի ներգրավում։ Հորդառատ անձրևները և փոթորկային քամին զգալիորեն խոչընդոտել են փրկարարների ջանքերին։ Ողբերգության հետևանքով զոհվել է 16 մարդ, իսկ 7-ը դեռևս անհետ կորած են համարվում։ Sarwini tak kuasa menahan kesedihan saat alat berat menggali. Հարավային Ամերիկա։ Նոյեմբերի 17-ին Պատագոնիային հարվածեց արտարևադարձային ցիկլոնը, Արգենտինայում, Չիլիում և հարևան երկրներում առաջացնելով մի քանի արտառոց իրադարձություններ։ Կոմոդո Ռիվադա քաղաքում փոթորիկը գերազանցեց այն, ինչը տեղի բնակիչները, որոնք սովոր էին ուժեղ քամիներին, նորմալ էին համարում։ Պաշտոնապես գրանցվել են մինչև 150 կմ/ժ պոռթկումներ։ Քամին տապալել է ծառերը, պոկել տանիքները, ավերել շենքերը և վնասել էլեկտրահաղորդման գծերը։
Քաղաքը մնացել է առանց ջրի, գրասենյակները փակվել են, չվերթները չեղարկվել են, իսկ վերանորոգման խմբերն աշխատել են իրենց հնարավորությունների սահմաններում։ Իսկ Սերո Դրագոնի նավթահանքերում չափիչ սարքերը երկար ժամանակ ցույց էին տալիս անհավանական 312 կմ/ժ արագություն, իսկ պորտկումները մինչև ժամում 352 կմ։ Արտարևադարձային ցիկլոնի հետևանքները տարածվել են Պատագոնիայից շատ ավելի հեռու։ Այն ստեղծել է անոմալ երևույթ իր ինտենսիվությամբ եւ մասշտաբով։ Հզոր քամին Պատագոնիայի չորային հողից բարձրացրել է մեծ քանակությամբ մանր մասնիկներ, ստեղծելով հսկայական փոշու ամպ, որը շարժվել է Արգենտինայի արևելքով, հասել Ուրուգվայի եւ Բրազիլիայի Ռիու Գրանդե դու Սուլ նահանգի ափ։ Փոշին ու ծուխը սովորաբար այստեղ փչում են հյուսիսից։ Դրանք գրեթե ամեն տարի բերվում են Բրազիլիայում անտառային հրդեհներից եկող քամիների միջոցով, հարավից փոշու ամպի ժամանումը աննախադեպ էր։ Ցիկլոնը ողբերգություն է առաջացրել Չիլիի հարավային լեռներում։ Տորես դել Պայնեի ազգային պարկում փոթորիկը կլանել է մեկուսացված Լոս Պերոս ճամբարը, որը հասանելի է միայն 4-ից 5 ժամվա քայլարշավով, վերջին հայտնի տրանսպորտային կետից։ Ջոն Գարտների լեռնանցքով բարձրացող արշավորդների խումբը հայտնվել է առատ ձյան, գրեթե զրոյական տեսանելիության եւ ժամում 200 կմ արագությամբ քամու մեջ։ Փրկարարները աշխատել են չափազանց դժվար պայմաններում, բայց միայն 4 մարդ է կենդանի գտնվել։ 5 մարդ, ցավոք, մահացել է։ Այս ողբերգությունը պարզապես սարսափելի լուր չէ։ Այն վառ կերպով ցույց է տալիս, թե ինչպես է փոխվել մեզ շրջապատող աշխարհը։ Առաջներում էքստրեմալ հանգիստը համարվում էր մարտահրավեր, սեփական ուժերը փորձարկելու եւ սովորականի սահմանները խախտելու միջոց։ Այն ոմանց մոտիվացնում էր, մյուսներին ոգևորում, իսկ այլով ոգեշնչում կրկնել դա։ Կլիման փոխվում է շատ ավելի արագ, քան մենք նախկինում կարծում էինք, եւ սրանք պարզապես վերացական հայտարարություններ չեն, դրանք շատ կոնկրետ ռիսկեր են։ Մթնոլորտային շրջանառությունը դարձել է անկանխատեսելի։ Փոթորկային համակարգերը հայտնվում են գործնականում ոչ մի տեղից, եւ նույնիսկ ամենակարճաժամկետ կանխատեսումները, որոնք նախկինում բավականաչափ ճշգրիտ էին տուրիստական խմբերի համար, ավելի ու ավելի հակված են սխալվելու։ Այնտեղ, որտեղ սողանքներ չեն գրանցվել տասնամյակներ շարունակ, դրանք տեղի են ունենում հանկարծակի։ Ջերմաստիճանը տատանվում է, տեսանելիությունը նվազում է, եւ շատ ծանոթ բնական ազդանշանները, որոնց վրա փորձառու ճանապարհորդները հույս են դրել իրենց ամբողջ կյանքում, այլևս չեն գործում։ Արդյունքում տուժում են ոչ միայն նրանք, ովքեր մասնակցում են էքստրեմալ տուրերին։ Ռիսկի են ենթարկվում նաև փրկարարները, մարդիկ, ովքեր մտնում են ամենավտանգավոր գոտիներ, քանի որ գիտեն, որ պետք է օգնեն, բայց նման պայմաններում երբեմն նույնիսկ նրանք չեն կարողանում ժամանակին դուրս գալ որոնումների, իրենց համար ծայրահեղ ռիսկերի պատճառով։ Կարևոր է հիշել, մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է այն օրինակի համար, որը մենք ցույց ենք տալիս ուրիշներին, երբեմն պարզապես այդ ուժեղ տղաների նման լինելու ցանկության իմիտացիա է առաջացնում, եւ հենց նրանք են, ովքեր ցույց են տալիս այդ օրինակը, կրում են պատասխանատվությունը։ Սա անխուսափելիորեն հանգեցնում է պարզ եզրակացության։ Այսօր էքստրեմալ տուրիզմը այլևս ադրենալինի ալիք զգալու կամ ինքներդ ձեզ ինչ-որ բան ապացուցելու միջոց չէ, այն դարձել է բարձր խաղադրույքներով խաղ։ Մենք չենք փորձում որևէ մեկին հետ պահել երազանքի հետևից գնալուց։ Մենք ձեզ հրավիրում ենք ընդունել իրականությանը այնպես, ինչպիսին այն այսօր է։ Այսօրվա պայմաններում յուրաքանչյուր արշավ, յուրաքանչյուր ռիսկային վերելք, յուրաքանչյուր էքստրեմալ ջրային երթուղի այլևս նման չէ այն բանին, ինչը մենք նորմալ ենք համարում։ Անցյալի փորձը, նույնիսկ ամենահաջողակը, այլևս անվտանգության երաշխիք չէ։ Միայն մեկ անսպասելի պահը բավարար է կյանքը կորցնելու համար։ Սա կարելի է բացատրել պարզ փոխաբերությամբ։ Պատկերացրեք մի մարդու, ով սիրում է պարել, դա նրա ուրախությունն է, նրա կյանքը, բայց մի օր նա կոտրում է ոտքը, եւ որոշ ժամանակ պարելը պարզապես անհնար է, ոչ թե որովհետեւ նա վատ է պարում, այլ որովհետեւ նրա մարմինը պետք է վերականգնվի։ Նույնն է նաեւ մեր մոլորակի հետ։ Որոշ գործընթացներ, որոնք մի ժամանակ աշխատում էին ժամացույցի մեխանիզմի պես, այժմ խաթարվել են։ Եվ կան բաներ, որոնցից պետք է ժամանակավորապես հրաժարվել, չնայած դրանք անելու ցանկությանը։ Սա արգել կամ դատապարտում չէ։ Սա կոչ է ընդունել փոփոխությունը եւ հոգ տանել ձեր եւ ուրիշների մասին։ Մարդկային կյանքը ամենաթանկ բանն է, եւ այն ավելի արժեքավոր է, քան նվաճված ցանկացած գագա,